Տիկին Հովհաննեսյան, խնդրեմ կներկայանաք, նոր պատգամավոր եք եւ 2 օր է, 3-րդ օրն է արդեն ազգային ժողովի նիստը շարունակվում է, դուք խուսափում եք հարցազրույցներ տալ, հիմա կներկայացնեք, որ նաեւ հանրությունը ձեզ ճանաչի։ Ես Նոնա Հովհաննիսյանն եմ, մինչ այս եղել եմ Վանաձոր համայնքի հավաքանու անդամ, համամասնական ցուցակով կուսակցության ընտրվել եմ 2021 թվականին։ Պաշտոնը զբաղեցրել եմ մինչև ազգային ժողովի պատգամավոր դառնալը։ Եվ ինչու որոշեցիք պատգամավոր դառնալ։ Ներկուսակցական քվեարկության արդյունքում մենք ձևավորել ենք մեր համամասնական ցուցակը, ես զբաղեցրել եմ ցուցակի անցողիկ տեղը եւ ներկայացուցչական ընտրովի մեկ մարմնից տեղափոխվել եմ ներկայացուցչական ընտրովի մեկ այլ մարմին։ Իդեպ հավաքանու պաշտոնը եւս քաղաքական պաշտոն է, դա տեղական քաղաքական պաշտոն է, ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը պետական քաղաքական պաշտոն է։ Ինչ նախաձեռնություններով եք հանդես գալու, ձեր արդյունավետությունը մենք կտեսնենք ազգային ժողովում։ Ես եղել եմ տեղական ինքնակառավարման մարմնի անդամ, ուստի իմ գործունեության ընթացքում տարբեր խնդիրների առնչվել եմ եւ այդ կապակցությամբ առաջիկայում նախաձեռնություններով հանդես կգամ, երբ որ հանդես գամ, ես դրանք հանրային կերպով կանեմ եւ հանրությունը դրա մասին եւս կտեղեկանա։ Այսինքն չեք որոշել դեռևս։ Ես որոշումներ ունեմ, բնականաբար, ինչպես նշեցի, ես աշխատել եմ տեղական ինքնակառավարման մարմնում եւ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման եւ հանրային կառավարման օրենքների մեջ կան մի շարք փոփոխություններ, որոնք ես առաջիկայում կնախաձեռնեմ։ Որ հանձնաժողովում եք ուզում ընդգրկվել։ Հանձնաժողովների հետ կապված խմբակցության ղեկավարը լրացուցիչ հայտարարություն կիրականացնի, դուք կտեղեկանաք։ Մասնավորապես ինչն եք թիմում կիսում, որ ցանկանում եք պատգամավոր դառնալ եւ այս քաղաքական կուրսը շարունակել։ Ես կուսակցական գործունեությամբ զբաղվում եմ արդեն բավականին երկար ժամանակ, ես իմ թիմի գաղափարները լիովին կիսում եմ եւ աջակցում եմ։ Մասնավորապես որ գաղափարները։ Մասնավորապես իրական Հայաստանի գաղափարը, մասնավորապես իրական արժեքահեն եւ իրական գաղափարներով, ինչպես նաեւ հեռանկարով պետություն ունենալու գաղափարը, խաղաղության գաղափարը, սահմանների բացման գաղափարը եւ այն բոլոր գաղափարները, որոնք մեր կառավարության ղեկավարը բարբերաբար հնչեցնում է։ Այստեղ հնչում են կարծիքներ, որ լեգիտիմ չի այս խորհրդարանը այն առումով, որ 3-րդ ընդդիմադիր ուժին արգելվեց, որպեսզի մտնեն խորհրդարան եւ բացի այդ Փաշինյանը 49% ձայն հազիվ հավաքեց։ Դուք այդպես չեք կարծում։ Ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի մեծամասնություն, մենք կառավարող խմբակցությունն ենք, ինչպես տեսնում եք, ընդդիմությունը եւս վերցրել է մանդատները եւ գտնվում է ազգային ժողովում։ Դուք չեք կարծում, որ իսկապես ստեղծվել է մի իրավիճակ խորհրդարանում, որտեղ ոչ լեգիտիմության հարց կա եւ պատճառը այն է, որ 3-րդ ընդդիմադիր ուժին թույլ չտրվեց մտնել խորհրդարան, որպեսզի Փաշինյանը կարողանա 3/5 ունենալ։ Այդ կապակցությամբ մեր կուսակցության այլ պատգամավորներ ելույթներ են ունեցել, մտքեր ենք փոխանակել, եղել են բազում հայտարարություններ, ես դրանց ավելացնելու ոչինչ չունեմ, բայց փաստը մնում է փաստ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի մեծամասնություն, ընդդիմությունը եւս ազգային ժողովում է վերցրել է իր մանդատները եւ ինչպես տեսնում եք, մենք կառուցողական մթնոլորտում փորձում ենք մեր աշխատանքները իրականացնել։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ինտեգրվելու եւ նաեւ քաղաքականություն մտնելու առումով հիմնականում քննադատությունները հնչում են այն առումով եւ խուսափում են շատերը, որ ընդգրկվեն ցուցակում Արցախի հարցի հետ կապված, որովհետեւ հանրությունը չի ընդունում այն ինչ տեղի ունեցավ Արցախի հետ կապված։ Դուք այս հարցում կաշկանդվածություն չունեք կամ չեք կարծում, որ իսկապես այն մեղադրանքները, որ հնչում է ԿՊ-ի հանդեպ, նույնն էլ ձեր հանդեպ կհնչի Արցախը հանձնելու հետ կապված։ Ինչպես ես արդեն նշեցի, մեր հարցազրույցի սկզբում ես իմ քաղաքական իշխանության, ինչպես նաև իմ քաղաքական ղեկավարի հայացքները կիսում եմ եւ կարծում եմ, որ մենք պետք է գնանք խաղաղության ճանապարհով։ Խաղաղության ճանապարհում, բայց մենք տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, խնդիրները ինչպես են լուծվելու։ Դուք ինչպես տեսնում եք, մեր իշխանությունը շատ ակտիվ քաղաքականություն է իրականացնում եւ կառավարության ղեկավարն էլ շատ թափանցիկ է աշխատում եւ բոլոր հարցերի շուրջ մեկնաբանություններ, բացատրություններ մենք ստանում ենք։ Ամեն դեպքում մտահոգություններ դուք ունեք Ադրբեջանից հնչող հայտարարություններով եւ չեք կարծում, որ այս խաղաղության գործընթացն էլ ԿՊ-ն չի կարողանալու ի վերջո իրագործել, հաշվի առնելով այն հայտարարությունները, որ Ալիևը անձամբ իր կողմից իրականացնում։ Ինչպես նշեցի, արտաքին քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է կառավարությունը, կառավարության ղեկավարը ձեր տված բոլոր հարցերի մասով շատ սպառիչ պատասխաններ տալիս է եւ բարբերաբար։ Որպես նորընտիր պատգամավոր ձեր կարծիքն է հետաքրքիր, որ ես կառավարության ղեկավարի դիրքորոշման հետ համաձայն եմ, համակարծիք եմ։ Ձեզ շնորհակալություն։